Շատ է վնասվել ներողություն պատը քանդելուց։ Այսինքն հնարավոր չի։ Մի միացրա, զամիկը Ով էլի անջետի աղբեր, կայնի նայում արա։ Արա, պլաս պասա չի խոտում։ Աղբեր կայց բայցը տանի, կայնի նայում արա։ Ինչ տանի կայ մեջ, դերին միացա։ Այդ աշտին ու դերին։ Եկատից եկում։ Այդ էր տանի։ Մենա, դուրում է տանի։ Բան է։ Պասկան նանի մաթրեք, հերթով հերթակոնցավ։ Կադրում տեսնում եք այս վուլկանացման կետի պատին Եվրամիության դրոշն է, բայց բանը ներողություն քաղաքապետարանից ասացին, որ այս վուլկանացման կետի փաստաթղթերի օրինականացման բանը փաստաթղթերն են ստուգում։ Հիմա են ստուգում։ Հա, ներկայիս ասացի, որ հաջորդ հնարավոր է վուլկանացման կետը քանդվի, ասացին, որ հիմա ստուգում են այս վուլկանացման կետի փաստաթղթերը։ Ես ասեցի պետք չի, չէ, ադգոյ։ Ինչը պետք չի։ Մենք բանա, ասենք ձեր կարծիքով մենք մեզ ադբոյ տալը ձեր իրավասությունների մեջ է մտնում, չհասկացանք։ Հա չենք քանդում, թող չքանդեն։ Ասում եմ ձեզ է պատկանում։ Քաղաքացիներին թվում է, թե բանը լրագրողները այսպես հանգավորված։ Տեսեք, քաղաքապետարան ներկայացուցիչը ասաց, որ ստուգվում է նաև այս վուլկանացման կետի փաստաթղթերը, որ հասկանանք, եթե կա հիմք քանդելու, կքանդենք, եթե չկա, չեն քանդի, ըստ էության դրա։ Հա, դա է ուզում ճշտել։ Ունեք բոլոր փաստաթղթերը, արդյոք օրինական։ Իհարկե օրինական է, այո։ Հայաստանի Հանրապետությունը խորհրդային հանրապետության իրավահաջորդն է, այդպես է։ Ահա, քանի որ մեր երկիրը ընդունել է այդ եւ բոլոր տեղերում հայտարարում է եւ ստորագրում է, որ իրավահաջորդն է սովետական հանրապետության, ըստ դրա այո։ Քաղաքացիներին թվում է, թե լրագրողները հենց բզբզան, ինչպես ասաց մեր հարգարժան քաղաքացին, մենք մտածում ենք հակված ենք Չէ, մենք ահազանգ ենք ստացել եւ եկել ենք։ Մենք ոչ մեկին չենք ուզում ոչ մեկին զրկենք ոչ մի բանից, ոչ մեկի հացին չենք ուզում այս լինենք, այո։ Բայց հիմա դա զգացմունքային պահ է, կարա լինի։ Կար այդ մտահոգությունը ամեն դեպքում։ Դե պատը քանդվեց, մեր կողքն էլ ոնց որ հա։ Ստացան ձեզ ծախսի տակ գցեցին։ Դե ինչ արած։ Իսկ փոխհատուցում չեք ուզելու։ Օրինական շինություն է։ Կմտածեմ։ Բայց հիմա կարող եք այս վիճակում աշխատեցնել վուլկանացման կետ, այսինքն ինքը գործունակ է, թե ոչ։ Ինձ թվում է չէ արդեն տեխնիկական խնդիրներ եղա, բայց ինչ ասեմ։ Ահա մենք թղթային հետ փաստաթղթերի հետ կապված ամեն ինչ մերը նորմալ է։ Իսկապես։ Օրինականացված է։ Այո, չէ, օրինականացված է, հա, եւ վտանգ չկա, մենք էլ ապրում ենք իրավական պետությունում, դեմոկրատիա է, իրավական պետություն է, չէ։ Այո։ Եվ իրավական թուղթ ունենք մենք, այսպես ասած։ Թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Այո, իրավական տեսանկյունից բոլորը պատշաճ տեղերում։ Իսկ ոչ իրավական տեսանկյունից։ Ոչ իրավական տեսանկյուն չկա, որտեղ եք տենում ոչ իրավական։ Շեշտեցիք իրավականը, ստացվում որ հանրային տեսանկյունից այնքան էլ տեղին չի, բայց փաստաթղթեր ունեք։ Դե այսպես ասած, եթե ոչ իրավական, ուրեմն շատ բան կարելի է փոխել։ Ինչ ա եղել, ստեղ է եվրոպական մարդու իրավունքների շենքը, չէ՞։ Եվրոպական դեսպանատունը, չէ՞։ Ամերիկյան դեսպանատունը, չէ՞։
Եթե ոչ իրավականա կարա, չէ՞, մի երկու հատ հայկական բանկին, ամերիկան մի հատ Վաշինգտոնը թարս ապտակ տա, չէ՞, Հայաստանին կարա, չէ՞։ Մի երկու հատ բանկի վրա օրինակ կարա սանկցիա անի այդ բարձր տոկոսների համար։ Դուք Հայաստանում ապավինում եք Ամերիկայի օգնությանը։ Աշխարհն է ապավինում Ամերիկայի, դատավորը Ամերիկան չէ, մարդասպան Ռուսաստանն է, Ռուսաստանը մարդասպան պետությունն է։ Այս պահին ամենայն դեպս աշխարհակահաղական հարցեր հաստատ չեն քննարկում։ Ցեպով գնում է ամեն ինչը շղթայված է։ Եվ գալի հասնում ես։ Լավ։ Չասեք որ ձեր օբյեկտի ճիշտ, ու եւ մեր հարևանները շատ ծանր տարան եւ ինքնահարկիզվեց։ Դե բարեբախտաբար կանխվեց, չինքնահարկիզվեց, էլի, ասենք։ Մեզ լսողները կարող են մտածեն, որ Աշկերը արդեն բենզին էր եղել։ Այդպես։ Լավ, դա շնորհակալություն։